Եկեք տեսնենք, թե ինչ է ցանկանում ձեզ հաղորդել Արարիչը, միգուցե հենց ժամանակն է, որ իմանաք։ Հարցն ուղղելուց հետո անցնում ենք կանխատեսման։ Տեսնում եմ այստեղ իմպերատրիցա քարտն է, ինչ շատ հետաքրքիր է, դամակուկկովի հետ, դա կապված է ինչ-որ կնոջ հետ, ով ծաղկում է, ով բավականին լավատես է, զգացմունքային, էմպաթ, հեռավորության վրա ամեն ինչ շատ լավ զգում է, բավականին լավատես անձնավորություն եւ եթե նա մի բան թողնում է իր անցյալում, ուրեմն թողում է իր անցյալում։ Ինչն է այստեղ հետաքրքիրը, որ անձը բավականին զգայուն է եւ այստեղ տեսնենք էլ ինչ քարտեր են դուրս գալիս։ Քարտերը խոսում են այն մասին, որ դուրակ քարտն է, հա, այստեղ միգուցե դուք թերագնահատել եք անձին, դեսյատկա կուպկովի հետ, բայց անձը ձեզ ցույց չի տվել, դա շատ լավ հասկանալով, որովհետև էմպաթ է, բավականին, եւ այսպիսի մարդկանց պետք է գնահատել, այլ ոչ թե անտեսել։ Հա, եւ ինչն է հետաքրքիր, որ վերին ուժերը ձեզ կամ քեզ, չգիտեմ, զգուշացնում են, որպեսզի դու հետագայում հետ դարձ ճանապարհ չի լինելու, իմաստ չկա, որ երկրորդ անգամ այդ անձին դիմես կամ ինչու համար, որովհետև տեսնում ես, հա, կոմպրոմիս չի լինելու անձը, եթե հետագայում ոչ ասի քեզ, դա նշանակում է, որ անձը չի ցանկանում քեզ հետ գործ ունենալ, կփակվի։ Դա ձեր աշխատանքայինի հետ կապ ունի, միգուցե նրա մոտ գնացել, եկել ես կամ կոնսուլտացիաների հետ դա կարող է կապ ունենալ, կամ չգիտեմ, աշխատանքայինի հետ է շատ կապված եւ այստեղ կիսատ մնացած գործեր են, բաշնյա քարտն է, հա, Ռիցեր Ժեզլովի հետ խոսում է հենց կիսատ թողած գործերի մասին, այսինքն այստեղ թերագնահատելու մասին էլ է խոսքը, որտեղ որ դա ոչ մի լավ բանի հետագայում քեզ չի բերի։ Իսկ եկեք տեսնենք հետագայում ինչ կտա քեզ դրա համար, հա, Արարիչն է, ինչ է քեզ խոստանում, հիասթափություններ, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերի, որովհետև դա անձը ցույց չի տվելու, որ նեղացած է քեզանից, որովհետև թերագնահատվել է։ Եվ տեսնենք ինչ է ցանկանում հաղորդել քեզ, դա ինչ է ուզում տալ քեզ, տիեզերքը, հա, ուղարկելով քեզ, որպեսզի դու հասկանաս։ Մենք տեսնում ենք չետվյորկա, ինչ է time out-ի մասին է խոսքը, այստեղ ստրեսային վիճակների եւ մենք տեսնում ենք հաջորդ քարտը